քննարկություններ էին կատարվում, ինչ համար, քանի ժամ տևեց 2 ժամ, ժամը 1-ի սահմաններում եկավ խումբը, քննչական քննիչների օպերատիվ խմբի հետ միասին և ցույց տվեցին դատարանի որոշումը խոզարկություն կատարելու վերաբերյալ, սկսեցին խոզարկություն կատարել, հենց րոպեներ անց դեռ խոզարկություն նոր էր սկսվել, պարոն Սեֆիլյանին ձերբակալեցին և տարան, այնուհետև խոզարկեցին գրասենյակը, վերցրեցին համակարգիչներ, 2 ստացիոնար համակարգիչ, 3 նոթբուք, մեկը պարոն Սեֆիլյանի նոթբուքը, մյուսը իմը, երրորդը Արմեն Միքայելյանի նոթբուքը, ես և Արմեն Միքայելյանը զգուշացրեցինք, որ դրանք մեր անձնական իրերն են, բայց այնուամենայնիվ դրանք այդ համակարգիչները նույնպես առերավեցին և գրասենյակում եղած տարբեր փաստաթղթեր, մեծ մասը, 4 սկավառակներ, շատ հին տարիների, երբեմն տասնամյակների հնության, տարան։ Իսկ պարոն Սեֆիլյանին ինչ են ձերբակալել նախ։ Որևէ տեղեկություն չեն տվել, ես կարդացել եմ խոզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով, այսինքն խմբով զենգ-զինամթերք պահելը, իրացնելը, փոխադրելը գործ է հարուցված և այդ գործի շրջանակներում խոզարկություն պետք է կատարվի, մնացած չեմ կարող ասել, որովհետև ուրիշ տեղեկություն ինձ հայտնի չէ։ Քննչական կոմիտեն ինչ-որ ավտոպատահարի հետ կապված էր ասում, որ պատահարից հետո մեքենայի մեջից զենք են գտել, դա չեմ կարող ասել, ես իրենց ինձ ցույց տված որոշումն եմ կարդացել դատարանի խոզարկության վերաբերյալ և ուրիշ բովանդակություն չկար։ Պարոն Սեֆիլյանը որտեղ է գտնվում։ Չեմ կարող ասել, ես ուրիշ տեղեկություն չեմ։ Ձերբակալության ընթացքում, այսպես, որտեղ է գտնվում պարոն Սեֆիլյանը։ Իր մյուս սենյակում, մյուս աշխատասենյակում, ես գտնվում էի այս աշխատասենյակում, որտեղ սկսում էինք կազմել խոզարկության արձանագրություն։ Ինչով եք բացատրում այս Ինչ ակնհայտ է, կարծես թե տարին մեկ անգամ, այս տարի ուշացավ, տարին մեկ անգամ պետք է բռնություններ կիրառեն միակ ընդդիմադիր շարժումը ջարդելու նպատակով։ Սերժ Սարգսյանը ուղղակի հաշվի արդար է տեսնում իր գլխավոր քաղաքական հակառակորդի հետ։ Գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտը փոշիացած է, իրական դիմադրություն միայն այս շարժումն է ցույց տալիս ռեժիմին, նաև գաղտնիք չէ, որ ռեժիմի վիճակը ծայրահեղ ծանր է և արտաքին անվտանգային առումով, և տնտեսության, և սոցիալական լարվածության առումներով, բնականաբար աթոռը պահելու համար անցանկալի համար մեկ հակառակորդին թեկուզ ժամանակավոր ասպարեզից հանելը, որովհետև ես համոզված եմ, որ հասկանալի է և ակնհայտ է, որ որևէ կապ չի կարող պարոն Սեֆիլյանը ունենալ այդ գործի հետ, ես նաև հիմնավոր կասկածներ ունեմ, որ դա էլ շինծու գործ է և քաղաքական պատվերով այս ամենը արված, բնականաբար։ Ընթացքը արդեն հետագա ցույց կտա ռեժիմի մարտավարությունը, մենք էլ ըստ այդմ մարտավարություն գործեգրենք։ Հնարավոր է այս ձերբակալությունը նաև Ժիրայր Սեֆիլյանի վերջին հայտարարության հետ է կապված։ Բոլոր հայտարարությունների եւ ոչ միայն հայտարարությունների, այլ առասարակ գործունեության, ես ասացի, որ Սերժ Սարգսյանը հաշվի արդար է տեսնում իր թիվ 1 հակառակորդի հետ։ Ես էլի հիմնավոր կասկածի մակարդակով կարող եմ ասել, որ գոնե ինձ համար ակնհայտ է, նաև հաշվի առնելով կամավորագրման գործընթացը, որ պարոն Սեֆիլյանը նախաձեռնել է, որ Սերժ Սարգսյանն արդեն բացահայտ կերպով ազատագրված տարածքները հանձնելու քաղաքականություն է վարում եւ որպեսզի իր ձեռքը բռնող չլինի, որպեսզի իր կարծիքով ժողովրդին որևէ մեկը չկարողանա կազմակերպել եւ ոտքի հանել իր հայրենադավ գործունեության դեմ, այդ պատճառով Սերժ Սարգսյանը որոշել է իր գլխավոր քաղաքական հակառակորդին մեկուսացնել եւ դրանով երկարաձգել իր կառավարումը։ Դատարկ եւ սին հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանը, եթե անկախ պարոն Սեֆիլյանի բանտում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից, եթե նա համարձակվի այդպիսի քայլ կատարել,
մենք տեսանք նաև ապրիլյան քարորիայի ժամանակ մեր ժողովրդի արձագանքը, ակնհայտ է, որ մեր ժողովուրդը եթե ներքին խնդիրներին այնպիսի բուռն արձագանք չի տալիս, ապա ազգային անվտանգության հարցում շատ կտրուկ եւ համախմբված հակազդեցություն է ցուցաբերում եւ շատ ողբերգական վախճան կունենա առհասարակ այս ռեժիմը, եթե շարունակի այս բռնությունները։ Այսինքն պարոն Սեֆիլյանին ձերբակալելով փորձում են թույլատրել ձեր այդ գործընթացը եւ հիմա ինչ է լինելու հետո, ինչպես եք պատրաստվում Ես ասացի շարունակել։ արդեն, որ մենք արդեն տեսնենք հակառակորդի մարտավարությունը եւ ըստ այդմ մենք մարտավարություն կորթեգրենք։ Այս պահին ես չեմ կարող հաշված ժամերի ընթացքում ասել, թե մենք ինչ ենք անելու։ Ակնհայտ է, որ մենք մարտահրավեր ընդունում ենք, ակնհայտ է, որ պայքարը կանգ չի առնելու եւ ակնհայտ է, որ ազգային դավաճան Սերժ Սարգսյանը եւ իր գլխավորած բանդան չեն կարողանալու մեր ազդամարտիկների արյան ու մեր ժողովրդի տառապանքի գնով ազդագրած հայրենիքը մաս-մաս հանձնել մեր դարավոր թշնամուն։ Դա չի լինելու։